Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 7-ին տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հրավիրված են մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ եւ խորհրդարանների ներկայացուցիչներ, քննարկելու ամենակիրառական հարցեր՝ անվտանգության, միգրացիայի, ենթակառուցվածքների ու քաղաքական համագործակցության շուրջ։ Ժողովուրդ օրաթերթին իշխանական ՔՊ-ի ներսում առկա խոսակցություններից ի հայտ դարձավ, որ մայիսի համաժողովի օրերին իշխանությունը կստանա ստորագրված փաստաթուղթ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ հնարավոր նախաստորագրումները իշխանության համար կարող են ներկայացվել որպես արտաքին քաղաքական նշանակալի ձեռքբերումներ։ Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ՔՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քվեարկությունից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին՝ մարզային կառույցների շտաբ եւ կոշտ վերակազմակերպմանը։ Երեկ կայացած ՔՊ վարչության նիստում քննարկվել են տարբեր մարզերում ՔՊ խորհրդի ղեկավարների թեկնածությունները։ Առաջիկա օրերին բոլոր մարզերում նախ կնշանակվեն կուսակցական կառույցների խորհրդերի նախագահները, ինչից հետո կմեկնարկի ՔՊ շտաբերի ակտիվ փուլը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջիկայի մարտի 1-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ ցանկը միայն 2 անձով չի սահմանափակվելու։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից եւս մի քանիսը։ Նրանց մեծ մասը զղջացել է եւ հասկացել, որ ճակատագրական սխալ են արել, բայց հատկապես ողբալի Արցախի թեմի առաջնորդ Վրթանեց եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ Դադիվանքի վանահայր Տեր Հովանես Քահանա Հովհաննիսյանին խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն։ Հրապարակ օրաթերթը գրում է. Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունը չի շտապել հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել, չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար է նշանակել ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ, կուսակցական կառույցներ ակտիվ այցելում, սակայն այդ այցը անհայտ պատճառներով չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաև նոր երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչև համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին, նաև ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, մի խոսքով ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանության ներկայացուցիչները վերջին 1 շաբաթ նորնիբուն խոսում են հունիսի 7-ի հետընտրական միավորում թույլ չտալու մասին եւ հատկապես շեշտում են, որ ընդդիմության թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իշխանական աղբյուրը խոստովանեց, որ հատուկ ծառայությունների ներքին հարցումների արդյունքներով իշխանությունը պարտվում է միասնական ընդդիմությանը, ուստի այլ բան չի մնում, քան բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելը եւ Ռոբերտ Քոչարյան վարչապետ բոյ-բոյով վախացնելը, մանավանդ որ չկարողացան Սամվել Կարապետյանի նախկինների շարքին դասել։ Հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի ակռեյտինգը, որ մարդիկ իմանան ում էլ ձայն տան, վերջում Քոչարյանն է դառնալու վարչապետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված նրանց զեկույցների հետ կապված եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել, փորձելով երկրում տիրող իրավական բեսպրեդելի նախկինների անպատժելիության եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Ինչ վերաբերում է այլ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։ Իրավունք թերթը գրում է. Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին ու ասել, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակը անխուսափելի է։ Դուխով շարունակեք ժողովրդի սրտով գնալ, ով ինչ խնդիր ունի, անգամ անլուծելի, եկեք ինձ զեկուցեք, որ լուծում տամ, որ մարդիկ նորից մեզանով ոգևորվեն։ Փողի պահով էլ ամեն ինչ լուծված է։ Քարոզարշավներին փողի ՔՊ-ում տարածված լուրերի համաձայն այս կերպ է փարատել ՔՊ-ականների ցունկ ցվանք վիճակը։ Իրավունք թերթը գրում է. Տիրադավներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրանք խորը ընկճախտի մեջ են, անգամ ինքը Կջոյանն է անորոշ վիճակում հայտնվել, մեզ գցեցին ու մի կողմ քաշվեցին, դարձանք սևերես։ Այս դժգոհություններին պատասխան ասում են, Կջոյանն արձագանքել է. Այնպես չէ, որ ձեզանից շատ ես չեմ գցվել, բայց не всё пропало, հանգստացեք։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։